Ժողովուրդ օրաթերթը գրում է Արթուր Հովհաննիսյանը դատարանի վճիռը չկատարելու համար անպատիժ է մնում, իսկ քաղաքացիները օրենքի ողջ խստությամբ պատժվում են։ Ժողովուրդ օրաթերթին հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը տեղեկացրեց, որ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը չկատարելու հիմքով։ Հաղորդումն ուղարկվել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Խոսքը վերաբերում է ազգային ժողովի պատգամավոր իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին, որը ըստ հաղորդման դիտավորությամբ չի կատարել դատարանի վճիռը, չնայած պարտվել է դատական գործընթացում։ Հիշեցնենք, որ 2023 թվականի ապրիլի 4-ին ազգային ժողովի մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում Արթուր Հովհաննիսյանը իրեն պահեց պատգամավորին ոչ հարիր, սպառնալով կտրել մի պնդիմադիր թեկնածու Էդգար Ղազարյանի լեզուն եւ ականջները։ Այս հայտարարությունների համար Հովհաննիսյանը դատարանում պարտվել է վճարել 1.250.000 դրամ փոխհատուցում, սակայն հրաժարվում է ներողություն խնդրել, ինչն էլ հանդիսացել է դատական ակտի չկատարման հիմք։ Հրապարակ օրաթերթը գրում է ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանին, որը չի առաջադրվել առաջիկա ընտրություններին մասնակցելու համար, ԿՊ վարչությունն ընտրել է ներկուսակցական ընտրությունների հաշվիչ հանձնաժողովի նախագահ։ Խոսքը փետրվարի 12-ից 15-ը նշանակված պատգամավորության թեկնածուների ընտրությունների մասին է, թե ինչու Արշակյանը, որին թույլ չէին տվել մասնակցել ԿՊ համագումարին, քանի որ անդամավճար չէր մուծել եւ նա վիրավորված որոշել էր չառաջադրվել, պետք է հաշվի ԿՊ ընտրությունների արդյունքները եւ մասնակցի նախընտրական ցուցակի կազմմանը։ Մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի գեթ մեկ մարդ չփոխվի ԿՊ-ից, չթշնամանա իրենց հետ եւ չանցնի հակառակորդի ճամբարը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ժողովուրդ օրաթերթը շարունակում է ուսումնասիրել պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային առևտրի եւ օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության գործունեությանը վերաբերող մի շարք հանգամանքներ, որոնք ունեն հանրային նշանակություն եւ հնարավոր քրեաիրավական բաղադրիչ։ Ավելի վաղ ժողովուրդը հրապարակել էր տեղեկություններ այն մասին, որ 2025 թվականի հոկտեմբերի 9-ին վարչության պետ Ռաֆայել Զաքարյանի հասարարությամբ ՊԵԿ ներսում գործող WhatsApp ծառայողական խմբում տրվել է ցուցում Մոսկվայից Երևան ներմուծվող ոսկյա ձուլակտորների վրա առկա նույնականացնող թվերը չնկարելու վերաբերյալ։ Ժողովուրդ օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ 2025 թվականի հոկտեմբերի 9-ից դեկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Երևանի ոսկերչական ֆաբրիկա ՍՊ ընկերության կողմից ներմուծված շուրջ 2 տոննա ոսկյա ձուլակտորների վրա առկա սերիական համարները, արտադրող երկրի տվյալներն ու քաշը լուսանկարահանման միջոցով չեն ֆիքսվել, ինչի փոխարեն նկարահանվել են ձուլակտորների այն հատվածները, որտեղ տվյալները տեսանելի չեն։ Հակակոռուպցիոն կոմիտեի ժողովուրդ օրաթերթին ժլատ պատասխան են տվել նշված հանգամանքների կապակցությամբ կոմիտեի օպերատիվ հետախուզական առաջին վարչության կողմից իրականացվում են համապատասխան ուսումնասիրություններ եւ ստուգողական գործողություններ։ Հրապարակ թերթը գրում է ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում այսօր ընդդիմություն իշխանություն փոխհրաձգություն է սպասվում։ Քննարկվելու է Հայաստան դաշինքի հեղինակած քաղբանտարկյալների վերաբերյալ հայտարարության նախագիծը։ Իդեպ այս թեմայով անցած տարվա նոյեմբերին նաև ԱԺ-լսումներ էին հրավիրվել։ Նախագծում նշվում է Հայաստանում ժողովրդավարությունը հետընթաց է ապրում եւ դրա դրսեւորումն է նաև աննախադեպ թվով քաղբանտարկյալների առկայությունը։ Մեր տեղեկություններով իշխանականները մարտական են տրամադրված եւ այսօր մեծ արսենալով ներկայանալու են քննարկմանը, որ ջախջախեն ընդդիմության փաստարկները։ Իդեպ երեկվանից Հայաստանում է գտնվում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը եւ այսօր ՀՀԿ-ն կեսօրին ակցիայի անելու ազգային ժողովի մոտ։ Հրապարակ օրաթերթը գրում է. ԿՊ պատգամավորության թեկնածուի հայտ ներկայացրած 380 անձից վարչության քասթինգից հետո գրանցվել է 280-ը, 100-ը կտրվել է։ Օրերս եւս 10 թեկնածու ինքնաբացարկ ներկայացրել չի բացառվում, որ մինչև ընտրություն էլի լինեն։ Մեր աղբյուրներն ասում են, որ այնքան անհեռանկար ընտրություն է լինելու, որ շատերը չեն ուզում ընտրագրավը կորցնել։ Հրապարակ թերթը գրում է. Բանակի օրը հունվարի 28-ին Նիկոլ Փաշինյանն այցելել է Զինվորի տուն, որը գործում է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանին կից։ Զինվորի տանը մանրակրկիտ պատրաստված են եղել այցին, թեև զինծառայության ընթացքում հաշմանդամ դարձածների եւ Զինվորի տուն հաճախողների թիվն ընդհանուր առմամբ գերազանցում է 10,000-ը, բայց Փաշինյանի հետ այդ օրն ուղիղ շփման հնարավորություն են ունեցել մի քանի ընտրյալ, միայն 5-ից 6 հոգի, որոնք վերականգնողական թերապիա են անցնում այնտեղ։ Նրանց հետ նախնական զրույց են ունեցել, պատրաստել են հանդիպանը, շոշափել տրամադրությունները, որ Փաշինյանին հանկարծ անակնկալներ չմատուցեն։ Այնպես որ հրապարակված տեսանյութում երևացող որևէ մեկը պատահական չէր հայտնվել այնտեղ, բոլորն իմացել են իրենց դերը, անելիքն ու ասելիքը։ Նախապես որոշված է եղել նաև, թե շրջայցից հետո ճաշկերույթին ովքեր են Փաշինյանի հետ նույն սեղանի շուրջ նստելու։ Փաստորաթերթը գրում է. Առողջապահության նախարարությունն առաջարկում է լրացում կատարել կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 1377 որոշման մեջ ներկայում Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են շտաբ
բժշկական օգնության ընդհանուր գծային մանկաբուժական վերակենդանացման մանկաբարձական հոգեբուժական դիատար եւ մասնագիտացված բրիգադներ, որոնք ենթադրում են հագեցված շտապ օգնության մեքենաների պարտադիր առկայություն։ Սակայն միջազգային պրակտիկայում օգտագործվում են նաեւ շտապ օգնության մեկ այլ մեքենաչի ենթադրող շտապ օգնության մոտոմիավորներ։ Մոտոմիավորի անհրաժեշտությունը պայմանավորված է ժամանակի կենսական նշանակությամբ։ Մոտոցիկլով աշխատող բժիշկը կարող է շրջանցել խցանումները, ճկուն անցնել ամենադժվար հատվածներով եւ հիվանդին հասցնել զգալիորեն արագ։ Այդ արագ արձագանքումը որոշ դեպքերում բառացիորեն կյանքի արժեք ունի, հատկապես սրտի կանգի, ծանր ալերգիկ ռեակցիայի, գիտակցության խորը խանգարման կամ ուժեղ արյունահոսության ժամանակ, երբ ամեն ուշացում նվազեցնում է հաջող միջամտության հնարավորությունը։ Նախագծով առաջարկվում է սահմանել բժշկական օգնության եւ սպասարկման շտապ եւ անհետաձգելի բժշկական օգնության տեսակով բժշկական կազմակերպությունից դուրս պայմանում գործունեության իրականացման համար նոր մոտոմիավորի գործունեության իրականացման պայմանները եւ պահանջները։